բելգրադցիների Հայաստան գալու հանգամանքին ինչպես եք։ Շատ վատ են վերաբերում։ Ոչ մի կերպ չի կարելի մեր էթնիկական կազմը այսօր մենք ունենք։ Սա մենք պետք է խնայենք։ Մենք պետք է թույլ չտանք էթնիկական կազմի փոփոխություն։ Ոչ մի դեպքում։ Եթե 300 թուրք եկավ ստեղ, դրանք բազմանում են ճագարի նման, խոսք չկա, 300-ը որ ասում են կբերեն 1100 մի բան էլ ավել։ Ինչքան կարան կբերեն։ Կգան Նիկոլին էլ կստիպեն, օրենքներ կընդունի, որ նրանք կարող են ամեն ինչ տնտեսական գործունեություն, սեփականություն եւ այլն, նրանց գործիքն է, ընդամենը գործիքն է։ Փաշինյանը Երևանում էլ է քարոզարշավանում, առհասարակ իր քարոզարշավի ժամանակ շրջում է փողոցներով ու մարդկանց Հայաստանի քարտեզն է բաժանում։ Հիմա դες գիտես ինչ, էդի աղավաղում է, մեր պատմության աղավաղում է դա, աղավաղում։ Նա մեզ զրկում է հիշողությունից, այսինքն հեռանկարից, որ մենք հեռանկար չունենանք, վաղը մյուս օրը կարող է պայմաններ լինի, մենք մեր հողերը հետ ուզենք, ինչի պիտի չուզենք։ Եթե օրինակի համար հրեաները քանի տարի հետո, 2000 տարի հետո իրանք եկան, տիրացան, բայց ինչ գիտես ինչից հետո ինչ է լինելու։ Եթե ժողովուրդը երազանք չունենա ոչի բան, դառնում է անասուն, թող դառնան անասուն, դրանք դրան են տանում։ Մենք գնանք, ես չեմ գնա դրան։ Դրա համար մենք իրան ասում ենք ոչ։ Գնա ձեր գյուղում երկու հատ ոչխար պայի։ Ինչ գործ ունես դու ժողովուրդ կառավարես։ Ուրեմն դու ամենա ժողովուրդն է ինձ ընտրել։ Ժողովուրդը իրան չի ընտրվել, դա սարքվել է։ 18 թվականին ժողովուրդը դժգոհ էր նախկիններից եւ մի բան էլ ասեմ, նախկինները այդքան վատը չէին, ինչքան որ իրանք ներկայացնում են։ Այդ քարոզները, որ արել են ժողովրդին, թունավորել են արդեն, թույլ են մտցրել մեջը։ Սրանք էլ ոչ ուղեղ ունեն մեծ մասը։ Ոչ բան, ոչ գիտելիք ունեն, ոչ տրամաբանություն։ Սրանք մենակ կարան թութակի նման կրկնեն մեծ մասը։ Դե տեսնում ենք ով են ինչ են, տեսնում ես որ մարդ չի սա, մարդու կերպարանքով։ Դեպքում Քոչարյանին հաջողվի իշխանություն ձևավորել, օրինակ հայ-թուրքական, հայ-ռուսական հարաբերությունների ապագան ինչպիսին կլինի։ Շատ լավ կլինի, ինչի համար լավ կլինի, որտեղ Ռոբերտ Քոչարյանը ինքը նվիրված նորմալ մարդ է, այդ որ ասում են ես կան թալան մալան, դա երունանք է սուտ բան է, ինչ-որ բան ունի, ինչի պիտի չունենար, եթե մերուսը կարող է ունենալ, ինքը նախագահ է, ինչի մի բան էլ ինքը չունենա, բայց որտեղից է տան, պետական բյուջեից է տալա են, չէ, ասենք